Թբիլիսիում ակտիվորեն ընթանում է ճանապարհամաքրման աշխատանքներ։ Ձյունառատության պատճառով մայրաքաղաքում որոշ տարածքներ խնդրահարույց են մտնում։ Այդ թվում են Լիսին, Ծավկիսին, Կոջորին, նաև Նուցուբիձեի Սարահարթը և Թբիլիսիի ծովի հարակից տարածքը։ Քաղաքապետարանի տվյալներով մայրաքաղաքի բոլոր կենտրոնական փողոցների ճանապարհները մաքրվել են և այս պահին մաքրվում են մայթերը և ներքին շրջանային ճանապարհները։ Ուժեղ ցրտահարության պատճառով Թբիլսերվիս խումբը առաջիկա օրերին կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով։ Լեռնային Աջարիայում ողջ գիշեր տեղացել է ձյուն։ Խուլո, Շուախևի և Քեդա մունիցիպալիտետների բարձր գոտու գյուղերում ձյան ծածկույթը հասնում է 80 սանտիմետրի, իսկ ցածր գոտում 30-ից 40 սանտիմետրի։ Ճանապարհամաքրումը վերսկսվել է առավոտյան։ Առաջին փուլում մաքրվում են վարչական կենտրոնները միացնող հատվածները, ապա ներքին գյուղական ճանապարհները։ Բարձր գոտու գյուղերում թույլատրվում է տեղաշարժվել միայն բարձր արագությամբ տրանսպորտային միջոցներով։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Վրաստանի ներքին գործերի նախարարության դատաբժշկական դեպարտամենտին փոխանցել է $733,490 արժողությամբ տեսակավորման լաբորատորիա։ Սա իրականացվել է վերջին 2 տարիների ընթացքում գերատեսչությունների միջև իրականացվող նախագծի շրջանակներում։ Հանդիպման ժամանակ նշվել է, որ նոր լաբորատորիան զգալիորեն կամրապնդի նախարարության դատաբժշկական դեպարտամենտի կարողությունները։ Կողմերը նաև համաձայնության են եկել ապագա համագործակցության շուրջ։ Քաղաքական դաշտում քննարկման թեման հանրային պաշտպանի սահմանադրական հայցն է, որով նա վիճարկում է հավաքների և ցույցերի մասին օրենքը։ Ընդդիմությունը չի սպասում, որ սահմանադրական դատարանը կկայացնի անկախ որոշում և պնդում, որ վրացական երազանքի կողմից ընդունված օրենքը ծառայում է քաղաքական և ժողովրդավարական կյանքի սահմանափակմանը։ Վրացական երազանքը որոշակի խստացումը բացատրում է պետության դեմ ուղղված սպառնալիքներով։ Կինոռեժիսոր Գոգա Խայնդրավան նախատեսում է հաջորդ շաբաթ բողոք ներկայացնել Ֆորմուլա հեռուստաընկերության դեմ։ Նրա խոսքով հեռարձակման պատմությունը սուտ չէր համապատասխանում իրականությանը։ Խայնդրավան այսօր նաև հայտարարեց հիմնադրամի ստեղծման մասին, որը ըստ նրա օգնություն կցուցաբերի լրատվամիջոցներից տուժած քաղաքացիներին։ Վրաստանում Իրանի նորանշանակ դեսպանը խոսում է Իրանում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Դիվանագետի խոսքով ազատ հավաքների և բողոքի իրավունքը երաշխավորված է Իրանի սահմանադրությամբ, սակայն պետությունը համապատասխանաբար կարձագանքի ապակառուցողական գործողություններին։ Դեսպանը մեղադրում է օտարերկրյա ուժերին բողոքի ցույցերը արմատականացնելու մեջ։ Սեյդ Ալի Մուջանին հիշեցնում է 1976 թվականի քաղաքացիական իրավունքների մասին կոնվենցիան և նշում, որ 4-րդ հոդվածի համաձայն պետությունը իրավունք ունի որոշ դեպքերում արմատական միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։ Իրանի դեսպանը չի մանրամասնել, թե քանի մարդ է մահացել Իրանում բողոքի ցույցերի ժամանակ։ Դոնալդ Թրամփի երթումնակալությունից անցել է 1 տարի։ Դա տարեդարձի առթիվ 2 ժամ տևած ելույթի ժամանակ նախագահը խոսել է տարբեր հարցերի մասին, այդ թվում տնտեսության, Վենեսուելայի, ՆԱՏՕ-ի և Գրենլանդիայի մասին։ Նա ասում է, որ ոչ մի մարդ, ոչ մի նախագահ ՆԱՏՕ-ի համար ավելին չի արել, քան ինքը։ ՆԱՏՕ-ի հետ կապված իմ մեծ վախը այն է, որ գիտեմ, որ մենք նրանց օգնության կհասնենք, բայց կասկածում եմ, որ նրանք մեզ օգնության կհասնեն, ասում է Թրամփը։ Նա ասում է, որ ՆԱՏՕ-ն շատ գոհ կլինի Գրենլանդիայի վերաբերյալ իր կողմից մշակված ծրագրից, բայց մանրամասների մասին նա չի խոսում։ Թրամփը խոսում է Խաղաղության խորհրդի մասին և նշում, որ այն կարող է փոխարինել ՄԱԿ-ին։ Ինչ վերաբերում է Վենեսուելային, Թրամփը ասում է, որ ցանկանում է որևէ կերպ ներգրավել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոին երկրի ղեկավարության մեջ։ Հիշեցնենք, որ Թրամփը այսօր մեկնում է Դավոս համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալու համար։ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի ծրագիրը չպետք է հակադարձվի Եվրոպայի առաջնորդների կողմից, ասում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը։ Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումում լրագրողների հետ զրույցում Սքոթ Բեզանտը ասում է, որ եվրոպացի առաջնորդները պետք է բաց միտք ունենան։
Դավոսում հանդիպում են Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչները, ինչպես Reuters-ին հայտնում է անանուն աղբյուրը, Ստիվ Վիտկոֆի, Ջարեդ Քոշնիրի եւ Կիրիլ Դմիտրիևի հանդիպումը տևել է 2 ժամ։ Զրույցը վերաբերել է պատերազմը դադարեցնելու ծրագրին։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ Ստիվ Վիտկոֆը Պուտինի ներկայացուցիչի հետ բանակցությունները որակել է դրական։ Ֆրանսիան կողմ է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի կասեցմանը, ինչպես ցանկանում է Եվրախորհրդարանը, ասում է Եվրոպայի արտաքին գործերի նախարարը։ Ժան-Նոել Բարոյի խոսքով Ֆրանսիան չի զիջի որևէ շանտաժի, եթե ճնշումը հաստատվի, Եվրոպան համապատասխան եզրակացություն կանի։ Եվրահանձնաժողովը պատրաստվում է դրան եւ ունի շատ ուժեղ գործիքներ, գրում է Ժան-Նոել Բարոն սոցիալական ցանցում։ Ավելի վաղ Ֆրանսիան լրատվամիջոցներում տեղեկություն է տարածել, որ Եվրախորհրդարանը կասեցնում է Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը։ ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտարարում է, որ Եվրոպան ոչինչ չի արել առևտրային համաձայնագիրը կյանքի կոչելու համար։ Գրիրը Դավոսում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն Եվրոպային զիջումներ է տվել, սակայն Եվրոպան դրա դիմաց որևէ մաքսատուրք չի նվազեցրել։ ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչը նշում է, որ գործարքը սկզբից կատարյալ չէր։ Գրիրը նաև նշում է, որ Դոնալդ Թրամփի Գրենլանդիայի վրա մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը տեղին էր։